Ապրիլի 23-ին միջադեպ է տեղի ունեցել հանրային տրանսպորտի վարորդի եւ մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի միջև։ Տիգրան Մեծի պողոտայում ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին, որի հետևանքով վերջինս տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքից այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Ադրբեջանից ապրիլի 23-ին հայտարարել են, որ ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավեր են ուղարկել կառույցի բոլոր երկրներին, այդ թվում Հայաստանին։ Հայկական կողմը դեռ չի արձագանքել հրավերին։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը միայն հայտնել է, որ որոշումը կախված է լինելու տարբեր հանգամանքներից, այդ թվում անվտանգության միջոցառումներից։ Կարծում եմ, որոշումները պետք է կայացվեն ամբողջ ինֆորմացիայի պարագայում, կքննարկենք եւ ըստ այդմ կորոշենք, ասել է նախարարը։ Ապրիլի 23-ին Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ պարունակող պաստառներ են տեղադրվել Մոսկվայի փողոցներում։ Դա արվել է ողբերգության 110-ամյակին նվիրված միջոցառումների նախաշեմին, հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը։ Հայաստանի երկնքում 2450 մետր բարձրության վրա օդապարիկի գմբեթի տակ երկու երիտասարդ սեղանի թենիս են խաղացել։ Տեսանյութը կարճ ժամանակում լայն տարածում է գտել համացանցում։ Охренеть, прикиньте, мы играем, Серег. Дружба! Слышь, ты чем меня гасишь? Երիտասարդ հայուհիները վրացական Նինաո երգը վերափոխել են հայերեն ու յուրահատուկ կերպով կատարել այն։ Տեսանյութը հազարավոր դիտումների եւ դրական մեկնաբանությունների է արժանացել։ Օй, գնացինք։ Թանանան